2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ ունեցել, 39%, պատկերացնում եք, եւ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ, ճիշտ է, այս թիվը համոզված ենք, որ տենց է, էլ չհարցնեմ երևի, որովհետեւ մի քանի անգամ հարցրել եմ։ Պարոն վարչապետ, նշեմ, որ ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է։ Շատ լավ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում նաև, որ Վրաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը շատ ուրախալի է։ Եվ իհարկե նաև հույս ունենք եւ համոզված եմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին հաստատ կգերազանցենք, որովհետեւ ըստ էության այս թվերը նշանակում են, որ այս պայն մենք զբոսաշրջային բում ունենք, եւ երկրորդը, որ այդ բումը շարունակվելու է եւ աճելու է, որովհետեւ դրա համար կան բոլոր նախադրյալները եւ սա շատ լավ լուր է եւ հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետեւ ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան, բայց ամենահետաքրքիրը գիտեք ինչ է, եւ որ ես զբոսաշրջիկների հետ առիթ առնում, ասում եմ ամենաշատ ինչից եք տպավորվել, նկատի ունենալով, որ պատասխանը 90 եւ ավել տոկոս հետեւյալն է, մարդկանցից ամենամեծ տպավորությունը թողում են մարդիկ, նրանց ջերմությունը, հյուրասիրությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա հասկանում եք ինչ արժի, ինչպիսի մեծ արժեք է, ինչպիսի մեծ կապիտալ է, որը կարող է միլիարդներ, տասնյակ միլիարդներ ներդրումով դա հնարավոր չի ստանալ։ Բայց այս կապիտալի արժեքը տրիլիոնների արժեք է, այլ բան, որ մենք դա կարող ենք դարձնել բարեկեցություն հենց իրենց մարդկանց համար։ Սրանում է ամբողջ խնդիրը։ Եվ մեր ռազմավարությունները հենց դրա վրա հիմնված են։